Այսօր Եվրախորհրդարանում կկայանա Վրաստանի վերաբերյալ զեկույցի քվեարկությունը։ Զեկույցը ներկայացվել է Ռասա Յուկնևիչիենեի կողմից։ Փաստաթղթում ներառված է նաև ուղում, ըստ որի եվրոպական падգամավորների մի մասը պահանջում է պատժամիջոցներ կիրառել Վրաստանի 3 հեռուստաընկերությունների՝ ԻՄԵԴ-ի, Post-TV և Rustav-ի 2-ի նկատմամբ։ Զեկույցում վրացական երազանքը մեղադրվում է եվրոպական ուղուց շեղվելու համար և պահանջվում է կիրառել անհատական պատժամիջոցներ։ Ընդդիմության մի մասը հայտարարում է, որ այս փաստաթուղթը վրացական երազանքի վնասակար քաղաքականության հետևանքն է, իսկ իշխող թիմում նշում են, որ Եվրախորհրդարանից վաղուց արդեն հարձակումներ են իրականացվում և նոր փաստաթղթերով փորձում են խթանել ծայրահեղական գործընթացները։ Եվրահանձնաժողովի ընդլայնման հարցերով հանձնակատար Մարտա Կոսի ուղերձը Վրաստանի իշխանությունների կողմից արժանացել է սուր քննադատության։ Մարտա Կոսը հայտարարել է, որ Եվրամիության նոր անդամների համար հնարավոր է սահմանափակվի վետոյի իրավունքը։ Վրացական երազանքում Մարտա Կոսի հայտարարությունը համարում են խտրական և կարծում, որ բոլոր թեկնածու երկրները պետք է պատշաճ գնահատական տան այս նոր ի հայտ եկած հանգամանքին։ Ընդդիմությունում պարզաբանում են, որ այդ որոշումը դեռևս ընդունված չէ, սակայն իշխանության ընդդիմախոսների մի մասը կարծում է, որ փուլային ինտեգրման մոդելը լավ տարբերակ կլինի Վրաստանի համար։ Վետոյի իրավունքի սահմանափակման մասին խոսելիս Մարտա Կոսը նշել է, որ անհրաժեշտ է համոզված լինել, որ նոր անդամ պետությունները եվրոպական կանոնները կպահպանեն նաև անդամակցությունից 5-ից 10 կամ 15 տարի անց։ Վրաստանի խորհրդարանի նախագահը հույս է հայտնում, որ Եվրամիությունում կդադարեցվի այն գաղափարի քննարկումը, որը ենթադրում է ազգերի սեգրեգացիա Եվրամիության ներսում։ Շալվա Պապուաշվիլիի գնահատմամբ թեկնածու երկրները պետք է իրենց ձայնը բարձրացնեն այս վրդովեցուցիչ նախաձեռնության դեմ։ Միխեիլ Սահակաշվիլին բանտից հերթական նամակն է հրապարակում, որտեղ անդրադառնում է հունիսի 20-ին նախատեսված ցույցին և քննադատում ընդդիմությանը։ Կարճ ասած, նրանք դարձել են շատ ծիծաղելի և այլևս չեն էլ թաքցնում, որ իրենց առավելագույն ծրագիրը ինձ չեզոքացնելն է և Իվանիշվիլիից ազատվելու մասին այլևս չեն էլ երազում։ Ինչպես 2023 թվականին ազգային շարժումից որոշ մարդկանց հեռանալը պարտվածի բարդույթի դրսևորում էր։ Նրանք չեն կարող հաղթել Իվանիշվիլիին, բայց հաղթեցին Միշային, գրում է Վրաստանի երրորդ նախագահը սոցիալական ցանցում։ Նրա հայտարարությամբ հունիսի 20-ին լրանում է Գավրիլովի գիշերվա տարելիցը Թբիլիսիի կենտրոնում տեղի ունեցած հակառուսական ապստամբության, որը բոլորին ցույց տվեց, որ ժողովուրդը չի ընդունի ռուսներին։ Այդ օրվա կապակցությամբ նա աջակցել է հասարակական կազմակերպություններին, որպեսզի Ռուսթավելիի պողոտայում անցկացվի ցույց։ Մի քանի ընդդիմադիր գործիչներ ոչ թե ասացին, որ մենք էլ կմիանանք, այլ նշեցին, թե սա Միշայի կողմից աջակցված ցույց է և հեգնանքով ասացին՝ տեսնենք ինչ կստացվի, կարդում ենք նամակում։ Միխեիլ Սահակաշվիլին հունիսի 20-ին կոչ է անում բնակչությանը մասնակցել ցույցին և նշում, որ վրացիները ոչնչով չեն զիջում ադրբեջանցիներին, մոլդովացիներին կամ հայերին և երբեք չեն հաշտվի օկուպանտների ու նրանց խամաճիկների հետ։ Մեծ յոթնյակի առաջնորդները Ֆրանսիայում կայացած գագաթնաժողովում համաձայնության են եկել ուժեղացնել ճնշումը Ռուսաստանի նկատմամբ և լրացուցիչ պատժամիջոցներ սահմանել նավթի և գազի արտահանման դեմ, որպեսզի սահմանափակեն Մոսկվայի ռազմական գործողությունների ֆինանսավորման հիմնական աղբյուրները։ Համաձայնության ձեռքբերմանը նպաստել է նաև այն հանգամանքը, որ ԱՄՆ-ի և Իրանի միջև խաղաղության համաձայնագրի հեռանկարը համաշխարհային շուկաներում հանգեցրել է նավթի և գազի գների նվազման։ Այս ֆոնին Ռուսաստանի էներգակիրների արտահանման դեմ նոր սահմանափակումների կիրառումը դարձել է ավելի ընդունելի մեծ յոթնյակի երկրների համար։ Երեխաների իրավունքների մասին նրանց իրազեկվածությունն ավելի բարձրացնելու նպատակով մեկնարկել է նոր նախագիծ։ Նախագիծը կոչվում է «Ստեղծագործական ձայներ երեխաների իրավունքների համար» և նախատեսում է երեխաներին տեղեկություններ տրամադրել իրենց իրավունքների մասին մշակույթի, երկխոսության և արվեստի միջոցով։ Նոր նախաձեռնությունն իրականացվում է Եվրամիության աջակցությամբ ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի կողմից, իսկ դրա գործընկերն է Թբիլիսիի միջազգային գրական փառատոնը։ Վրաստանի տարբեր տարածաշրջաններում նախատեսվում է անցկացնել շուրջ 20 հանդիպում հասարակության ներկայացուցիչների, ռեժիսորների և գրողների հետ։ Հանդիպումները կներառեն ֆիլմերի ցուցադրություն, գրքերի քննարկում և բանավեճեր գրողների, ռեժիսորների և երեխաների իրավունքների փորձագետների մասնակցությամբ։ Հունիսի 20-ից 21-ին Բաթումիում ամառային զբոսաշրջային սեզոնը պաշտոնապես կբացվի ամառային փառատոնով։ Փառատոնը ավանդույթի համաձայն կանցկացվի Այբուբենի աշտարակի հարակից տարածքում և ցանկացողները կկարողանան մասնակցել անվճար։ Փառատոնային տարածքը կզարդարվի ամառային դեկորացիաներով և ինստալյացիաներով, իսկ հյուրերի բարձր տրամադրության մասին կհոգան հրավիրված և տեղական երաժշտական խմբերը։ Փառատոնի շրջանակներում կանցկացվի նաև ցուցահանդես վաճառք, որտեղ կներկայացվեն մոտ 150 ձեռնարկատերերի ձեռագործ իրերն ու
ու արտադրանքը։ 2 օրվա ընթացքում փառատոնի տարածքում կգործեն ավելի քան 10 լաունջ եւ սրճարան-բար, որոնք այցելուներին կառաջարկեն հատուկ ամառային մենյու։